Կալանավորված Սամվել Կարապետյանի շնորհիվ է, որ ամանորին Էրեբունի վարչական շրջանը ավելի երկար չի մնացել հոսանքազրկված։ Խնդրել են բնականաբար պարոն Կարապետյանը փաստաբանի միջոցով այնտեղից ասել է տվեք։ Հաշվի առնելով միայն եւ միայն, որ մեր ժողովուրդը շատ երկար օրեր մնալու էր առանց հոսանք։ Համոզված եղեք, դա պետք է ներկրվեր դրսից, իսկ արդեն պատկերացրեք լարս, մյուս խնդիրները։ Հետ տնօրենի նախկին պաշտոնակատարի խոսքով, երբ ամանորից առաջ շարքից դուրս են եկել Վարդաշեն ենթակայանի սարքավորումները եւ կոլապս է սկսվել, հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կանգնել է կոտրված տաշտակի առաջ։ Ես մտնում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Հանուն Հայաստանի Հանրապետության հետ մտած Պետրոսյանը մեծ ձեռքբերում էր ներկայացնում անհրաժեշտ սարքավորումների գնումների շատ պայմանագրեր չեղարկելու իր որոշումը, հայտարարելով, թե Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունների հետ են կապված բոլոր այդ գնումները։ Ղազինյանը բացատրում է, Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարներ է ներդրել, որպեսզի հենց Հայաստանում արտադրվեն այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են էներգետիկ կառույցի անխափան աշխատանքի համար։ Վարդաշեն ենթակայանի հրդեհների ժամանակ ունեին շատ մեծ խնդիր, որովհետև այդ բջիջներ կոչվածը, դրանք սարքավորումներ են էլեկտրոտեխնիկական, ուղղակի չունեին իրենց ապիկար կառավարման արդյունքում։ Դրա արդյունքում միակ տարբերակը նորից տաշիր ընկերությունների խմբից ձեռք բերելն էր այդ 23 բջիջը։ Ամանորից առաջ եւ հենց ամանորի գիշերը հոսանքազրկված հազարավոր քաղաքացիներից ներողություն խնդրած իշխանավորները ըստ Ղազինյանի փորձել են մոլորեցնել հանրությանը, ասելով, թե նախորդ տարիներին էլ են համատարած հոսանքազրկումներ եղել։ Աղմուկ բարձրացել է միայն այս տարի, իբրև թե որովհետև հետ նախկին կառավարիչները բողոք են գեներացրել ընդդեմ Ռոմանոս Պետրոսյանի։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո գտնվող հեծը իրենց կառավարման հեծը այն ժամանակ այսօր իրենց կառավարման տակ գտնվող հեծի միջոցով վատաբանել կամ, չգիտեմ, այնպես իրավիճակ ստեղծել, որ իշխանություններին վնաս լինի։ Ռոմանոս Պետրոսյանը ասել էր, թե այս տարի ամանորի գիշերը ընդամենը 9200 բաժանորդ է հոսանքազրկվել, անցած տարվա 32,000-ի դիմաց։ Ղազինյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թվերով է հակադարձում իշխանականներին։ 2025-ի ամանորի գիշերը, երբ հեծի լիցենզիան դեռ Սամվել Կարապետյանին էր պատկանում, ընդամենը 261 բաժանորդ հոսանք չի ունեցել, այս տարի 13,000-ից ավելի։ Այդ են թվերն են, որոնք ֆիքսվել է իրանց մոտ, թե ինչ թվեր իրենք կներկայացնեն հանձնաժողովին եւ բնականաբար հանձնաժողովն էլ այսպես ջանասիրությամբ չի ուսումնասիրելու, արդեն թող իրենք մտածեն։ 2025-ի վերջին օրը 117,000 մարդ հոսանք չի ունեցել, 2024-ի վերջին օրը ըստ Ղազինյանի այդ թիվը մոտ է եղել ընդամենը 7,000-ի։ 25-26 թվականի դեկտեմբերի 31-ին 125 վթար 117,021 բաժանորդով։ Զանգվածային անջատումների պատճառը հեծի ոչ պրոֆեսիոնալ կառավարումն է, վստահեցնում է Ղազինյանը։ Նրա կարծիքով սեփական քաղաքական թիմի ապիկարությունը ծածկադմփոց անելու համար է Փաշինյանը հինգշաբթի հայտարարել, թե հեծի նախկին տերերը գողություն են արել յուրաքանչյուր ընտանիքից։ Չկա գոնե մի ընտանիք։ Ավելի ուշ Ռոմանոս Պետրոսյանն է գրել, թե շուրջ 2 տասնյակ քրեական վարույթ կահարուցված հեծի բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի ահռելի հավելագրումների մասով։ Բազայի մեջ կա թիվ, որ Դավիթ Ղազինյանը նկատում է, այդ քրեական գործերը դոփում են տեղում, որովհետև անհիմն են։ իրապահ մարմիններում էլ այնպիսի գոնե այս առումով մարդիկ են, որ ըստ երևույթին ասել են, որ այստեղ ախր չկա այդ ինչ նպատակի, որ դուք ուզում եք հասնել, չկա։ Իսկ նպատակը հասնել վերև։ Այսինքն հասնել մեզնով պարոն Կարապետյանին, որը ծիծաղելի է ուղղակի։ Հեծին լիցենզիայից զրկելուց հետո կառավարությունը հեծը գնելու առաջարկ տաշիր կապիտալին դեռ չի արել։ Ըստ Դավիթ Ղազինյանի, Սամվել Կարապետյանը հեծի համար պայքարելու է մինչև վերջ, քանի որ գիտակցում է Փաշինյանի թիմի կառավարմամբ էներգետիկ այդ կառույցում ճգնաժամերն անխուսափելի են։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։